Առաջի Պետրոս առաջի գլուխ 6-9 ասում է այս բանի համար ուրախացեք։ Տեսեք ինչ ասում է այս բանի համար ուրախացեք։ Ինչի համար ուրախացեք։ Մի քիչ վշտացած լինելով, եթե պետքա տարբեր փորձություններից, որպեսզի ձեր հավատքի փորձառությունը ավելի արժեքավոր լինի, քան կորստյան ենթակա ոսկին, որ կրակով է փորձվում, եւ բերի գովք, պատիվ ու փառք Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ, որին չտեսած սիրում եք, որին հավատացիք, թեև այժմ չեք տեսնում եւ ուրախ եք անպատմելի ու փառավոր ուրախությամբ, վերջապես ձեր հավատքով հասնեք հոգիների փրկությանը։ Ահա Ես մոտավորապես պատկերացնում եմ, որ հիմա այս իմ քարոզի ժամանակ մի քանիսը սենց բաներ կանեք, մի քանիսը մտքերով կտարվեք, մի քանիսը տնչի, որովհետև շատ դժվար տեղ է, բայց ես ասեցի տեքստուալ քարոզ է, ես ուզում եմ ամեն նախադասությունը հերթով մանրացնենք, եթե կարող ես ուշադիր եղի կես ժամ, լավ մի ժամ, թե կես ժամ, Կես ժամ ասա շուշուտ պրծեն գնանք տներով այ մարդ, 1000 ու մի բան կա։ Այդ լավ է, որ համաձայնեք։ Ուրեմն, սիրելիներ, ես ուզում եմ կամանց անցնեմ իմ մտքերին։ Ես չգիտեմ դուք ինչքանով կոնտեքստը լսեցիք, բայց ես գնալու եմ առաջ, գալու եմ հետ, գնալու եմ առաջ, գալու եմ հետ։ Եվ սկսում են կամանց սերտողություն անելը եւ ասեմ, որ փորձությունները բոլորիս համար են։ Առաջի հաստատությունը, որ մենք պետք է հասկանանք, որ չկա մի մարդ, որը կարող է այն խաչի վրա ավազակը միգուցե փրկվեց փորձությունից, նմանատիպ մարդիկ եզակի կարան լինեն, բայց հիմնականում փորձությունը բոլորի համար է, բոլոր մարդիկ պետք է անցնեն նեղությունով եւ փորձությունով, այսպես է ասում Աստվածաշունչը, Աստվածաշունչը ոչ մեկին չի երաշխավորում, որ կյանքդ դուզ դուրան հալած յուղի պես ընտիրություն, հալելույա, գնալու ես փառքից փառք, զորությունից զորություն, սկի քեզ էլ կպնելու մի հատ տխրություն, այտենց բաներ չի ասում, Աստվածաշունչն ասում է, որ ունենալու ես փորձություններ, բայց փորձությունները չպետք է մեզ զրկեն քրիստոնեական ուրախությունից։ Եթե բարձր եմ խոսում, ասա իջացրա ձենդ, հա, բարձր, Արտուր ջան, մի քիչ իջացրա, լավ, օքեյ, ես զգացի, որ ասենց մի ձևի եղան ժողովուրդը։ Փորձությունները չպետք է մեզ զրկեն քրիստոնեական ուրախությունից։ Երբ մեր փրկության ուրախությունը հանգչում է փորձությունների մեջ, հանգչում է ու լուծվում է ու հեռանում է, չեզոքանում է փորձությունների ժամանակ, մենք դառնում ենք ավելի խոցելի մեղքերի համար եւ սատանայի համար։ Հետաքրքիր է, ինչի համար է Պետրոսն ասում, սրա համար Առաջի նախադասությունը Պետրոսն ասում է այս բանի համար ուրախացեք, որ մի քիչ վշտացած լինելով, եթե պետք է տարբեր փորձություններից եւ այլ։ Ինչի համար ասում ուրախացեք, ով է ուրախանում վշտի մեջ, ով է ուրախանում դարդի մեջ, դարդ ու ցավը դա դժվարություն է, դարդը դա ցավ է, վիշտը դա ցավ է, դա տխրություն է, դրա մեջ ոչ մի լավ բան չկա, բայց Պետրոս առաքյալն ասում է ուրախացեք, այն որ Հիսուսն ասում է ուրախացեք, նորից ասում եմ ուրախացեք, Պողոսն էլ ասում միշտ ուրախ եղեք, ինչի համար ասում ուրախացեք, երբ որ վիշտ կա։ Եթե դու հիմա այս մի 5-10 րոպեն գոնե լսես ու հասկանաս, հերիք այն մնացածը կարաս հավեսով վայելես Տիրոջը։ Ինչի համար է Պետրոսն ասում, ուրախացեք այս բանի համար։ Եթե դուք ուշադիր եղաք, Պետրոս առաքյալը ասում է, որ փորձությունները ժամանակավոր են եւ ունեն նպատակ։ Եթե դու ուշադիր ես եղել, փորձությունները այս կոնտեքստի մեջ Պետրոսն ասում է, որ ժամանակավոր են եւ ունեն նպատակ։ Այ թե ինչի համար է Աստված Պետրոսի միջոցով ասում ուրախ եղեք, այսինքն գրված է այս բանի համար ուրախացեք, մի քիչ վշտացած լինելով, ռուսերենի մեջ ասում է немного поскорбев, немного,
մի քիչ վշտացեք, մի քիչ ցավ ապրեք, այսինքն դա ժամանակավոր է։ Աստվածաշունչը չի ասում, որ ընդմիշտ վիշտ պետք է ունենաս, կռուգլի տարի։ Աստվածաշունչը չի ասում, որ միշտ դու պետք է դարդ ու ցավ ունենաս։ Աստվածաշունչն ասում է մի քիչ վշտացած լինելով եւ հաջորդ խոսքը, եթե պետք է։ Այսինքն մեր փորձությունը ունի նպատակ եւ ժամանակ։ Երբ որ դու գիտակցում ես, որ քո փորձությունը, քո դժվարությունը, որի միջով դու անցնում ես, ունի ժամանակ, այսինքն կարճատև է, միշտ չի, եւ նամանավանդ ունի նպատակ, այսինքն աննպատակ չի։ Նպատակով է Տերը թույլ տվել, որ այս փորձությունը լինի քո կյանքում։ Դա քեզ մոտ պետք է առաջացնի ինչ։ Ես ինչ ամաչկոտ եք։ Դա ձեզ մոտ պետք է առաջացնի ուրախություն։ Հա չեք երել, մի հատ բարձր ասեք էլի։ Ուրախություն։ Փորձությունները օգնում են մեզ մտերմանալ Տիրոջ հետ։ Սիրել Տիրոջը, վստահել նրան, խոնարեցնում են մեզ եւ դարձնում են մեզ ընդունակ, կարեկցելու եւ մխիթարելու ուրիշներին եւ ծառայության մեջ ավելի էֆեկտիվ լինելու։ Եթե ուշադիր եք եղել, փորձությունները նաբարոտ մեզ անում են ուժեղ, մեզ անում են ավելի սուրբ, ավելի մաքուր։ Եթե հիշում եք, Աստվածաշնչում միտեղ էլ կա, որ մարմնով տկարները դադարում են։ Ինչից ով գիտի Աստվածաշունչը։ Մարմնով տկարները դադարում են։ Վաու։ Աստվածաշունչը պարզ ասում է, մարմնով տկարները, մարմնի տկարությունով դադարում են մարդիկ մեղանչելուց։ Երբ որ դու մարմնի տկարություն ունես, դու դադարում ես մեղանչելուց։ Մեկ Աստված թույլ է տալի խնդիրներդ, որ ի վերջո թարգես մեղ գործելու։ Ուրիշ տարբերակ չկա։ Աստված տարբեր մեթոդներով է խոսում։ Աստված սկզբից գեղեցիկ կոմպլիմենտով, ջան ու ջիգարով, սիրալի, շոյելով, գուրգուրելով, հետո չես հասկանում մի քիչ տոնայնությունը բարձրացնում է, հետո մի հատ չափալախ է տալի։ Մի հատ եղբայր էր եկել մեզ մոտ, ասում է, եթե չլսես ասուն, Աստված մին կհամբերի երկու, անեն ծրխիտ կտա, չանետ կծրվի։ Այ հիմա էս է մոտավորապես կատարվում մարդկանց հետ։ Մի նայեք ձեր փորձությանը, սիրելիներ, ինչպես աննպատակ մի բան։ Երբ որ դուք նայում եք ձեր դժվարությանը, ձեր վշտին, ձեր փորձությանը, որ այս ինչի եկավ իմ գլխին, այս որ մեղքիս համար էր, այս խիս սաղին սաղ լավ են, հենց ինձ պետք է կպներ, հենց իմ մոտ պետք է լիներ, եթե դու նայում ես փորձությանը ինչպես աննպատակ մի բան, եւ դու մտածում ես, որ դա երկար տևող պրոցեդուրա է, դու չարաչար սխալվում ես։ Նույնիսկ դուք չեք հասկանում ինչի է այդ, երբ որ չես հասկանում ինչի է այդ փորձությունը, երբ որ չես հասկանում ինչի հենց քո գլխին եկավ այդ ամենը, իմացեք, մեկ է, նպատակ կա, ժամանակավոր է եւ նպատակով է։ Դա համար Պետրոս առաքյալն ասում է, ուրախ եղեք, մի քիչ կտարապեք, եթե պետք է, եթե պետք չի, չեք տարապի։ Տերը գիտի իրաններին պահելու, բայց եթե պետք է, Տերը թույլ է տալի, որ իրանները մի քիչ տարապեն։ Ասում է, եթե պետք է, դու խի ես բողոքում, եթե պետք է, ուրախությունով ընդունի այդ փաստը։ Մեր փորձությունը ավելի արժեքավոր է լինում, քան կորստյան ենթակա ոսկին, որը կրակով է փորձվում։ Երբ մենք կերպ փորձությունների մեջ շարունակում ենք ուրախանալ, մեր հավատքը ավելի է ամրանում, ավելի է մաքրվում։ Հովիվ Անդրեյը 2 շաբաթ շարունակ խոսում է հավատքի մասին։ Սիրելիներ, մեր հավատքը ավելի է ամրանում, ավելի է մաքրվում, ավելի է իրական դառնում, երբ որ մենք կերպ փորձությունների ժամանակ ինչ ենք անում, ոչ թե դիպրեսիայի մեջ ենք ընկնում, այլ ուրախանում ենք։ Շատ կարևոր է համբերությունը։ 13-րդ գլխի մեջ առաջի թագավորած նկարագրվում է մի պատմություն։ Հիշում եք Սավուղը թագավոր էր եւ փղշտացիները սեղմում էին, ճնշած էին պահում իրավիճակը եւ անընդհատ հարձակվում էին Սավուղի թագավորության վրա, Իսրայելի վրա, եւ Սավուղը պետք է հայտարարեր պատերազմ, բայց չէին կարա, ըստ օրենքի նրանք չէին կարա պատերազմ հայտարարի, մինչեւ
զոհաբերություն չանեն։ Զոհաբերությունն էլ պետք է աներով Սամուելը որպես քահանայապետ պետք է գար զոհաբերությունն աներ, աղոթքն աներ, պաշտամունքն աներ ու ասեր հայդա, Տերը օրհնի ձեզ, գնում ենք պատերազմի։ Սավուղը տեսավ մի օր չկա, երկու օր չկա, Սամուելին երրորդ օրնա չկա, 6-րդ օրնա չկա, 7-րդ օրնա Սամուելը չկա։ Սավուղը գիտեր, որ իրան թույլատրված չի զոհաբերություն անել։ Սավուղը գիտեր, որ դա իր բաժինը չի, ինքը պետքա համբերատար սպասեր։ Եվ ինքը ինչ արեց, ինքը 7 օր սպասելուց հետո չդիմացավ, ինքը գնաց զոհաբերությունն արավ, ինքը աղոթքն արավ, քարոզն արավ, պաշտամունքն արավ, պրծավ ու դա եղավ իր համար ոչ թե օրհնություն, այլ անեց։ Եթե Սավուղը համբերատար սպասեր մինչև վերջ, համբերատար, ապա օրհնություն էր քաղելու ինքը եւ Իսրայելը, քանի որ ինքը չհամբերեց, իր քայլերը բերեցին անեց իր գլխին։ Շատ կարևոր է սիրելիներ, որ դժվարության մեջ, փորձության մեջ չշտապեք ինքնագլուխ բաներ չանեք։ Երբ որ մենք անցնում ենք փորձության շրջան եւ կորցնում ենք մեր ուրախությունը, մոռանում ենք այդ իսկ փորձության օգուտի մասին։ Այդ ժամանակ, երբ որ մենք չենք կարողանում ուրախանալ մեր դժվարությունների ժամանակ, դժվարությունների մեջ, մեզ մոտ առաջանում են նման երևույթներ, ինչպես դիպրեսիա, տրտմություն, հուսահատություն։ Այսինքն Սավուղի պես, եթե դու համբերես, հասկանալով, որ գիշերը անցնելու է, առավոտ է գալու, ով է ուշադիր եղել ծննդոց գլխի, որ ասում է եւ եղավ առավոտ եւ իրիկուն, ով է եղել, ով վկա է այդ խոսքերին։ Դա մի հատ ձեր բարձացրեք։ Պաստորեն ըսքան մարդիկ, ովքեր ձեր բարձացրեցին, Աստվածաշունչը չգիտեն։ Աստվածաշնչում չկա այդպես բան։ Եվ եղավ առավոտ եւ իրիկուն։ Աստվածաշունչն ասում է եւ գիշեր եղավ եւ ցերեկ, եւ երեկո եղավ եւ առավոտ, սկզբից երեկո, հետո առավոտ, սկզբից գիշեր, հետո ցերեկ։ Պատահական չի ասում։ Երբ որ դու անցնում ես հիմա փորձության ժամանակ, փորձության դաշտում ես, նեղության մեջ ես, մութա, մատը տաշկը տանես չես տենա, վաբշե ինչա կատարում 4 կողմը չես հասկանում, վրոձիբի ամեն ինչ լավ էր, բայց սաղ թարսվեց։ Իմացի, որ էսա գալու է առավոտը։ Էսա գալու է առավոտը։ Տերը թույլ է տվել, որ մի քիչ վիշտ ունենաս, ցավ ապրես, այդ ցավը իօգուտ քեզ է, այդ ցավը Տերը չի թույլ տալի, ով է իր երեխեքին ծեծել հեչ։ Սա նորմալ մարդիկ ծեծում են։ Չէ, ծեծել ես ասում եմ մի հատ ապտակ հավեսով, փափուկ տեղ է, արել ենք, չէ սաղս, այն էլ ոնց, դաժե եթե պրիզնատել չես գալի, արել ես։ Ինչի ես անում, չէ որ ցավ է երեխուդ համար, չէ որ այդ պահին իրոք երեխեդ ցավ ապրում։ Ասում ես ավելի լավ է հիմա մի հատ ցավ ապրի, հետո ինձ ուրախացնի։ Աստված էլ թույլ է տալի մի քիչ այսօր վիշտ ունենաս, մի քիչ ցավ ապրես, բայց հետո հալելույա, օրհնյալ բալիկ ես լինելու։ Կամանց սկսում ենք մեր քարոզը։ Ուրեմն, մեզ պետք են արժանապատիվ հաղթահարման պտուղներ։ Իմ քարոզս կոչվում է փորձությունների արժանի հաղթահարման պտուղներ։ Ոյ, ինչ դժվար էր, չէ՞։ Օրես։ Փորձությունների արժանի հաղթահարման путугներ։ Баку. Русерен, плоды достойного преодоления испытаний. То есть ты можешь преодолеть испытания, у тебя могут быть плоды, а могут быть достойные плоды преодоления испытаний. Արժանի պտուղներ փորձություններին հաղթահարման։ Եվ որոնք են դրանք։ Առաջինը, ուրեմն, արժանի հաղթահարման պտուղները, սիրելիներ, ամրացնում են մեր հավատքը։ Ես արդեն ասեցի, որ երբ որ փորձության մեջով անցնում ես, քո հավատքդ մաքրվում է, ինչպես կրակով է անցնում ոսկին եւ մաքրվում, այնպես գրված է, որպեսզի ձեր հավատքի փորձառությունը ավելի արժեքավոր լինի։ Բոլորիս հավատքը պետք է փորձվի։ Բոլորիս հավատքը
Չկա այստեղ մեկը, որի հավատքը Տերը չի փորձելու, ասելու է հալելույա, դու ազատված ես։ Չկա, ամնիստիա չկա, բոլորի հավատքը պետքա փորձվի։ Բոլորի հավատքը, եթե դու որոշել ես հավատացյալ լինելու, ապա պատրաստ եղի, որ քո հավատքը պետքա փորձվի։ Եվ գրված է, որպեսզի ձեր հավատքի փորձառությունը, այսինքն այդ process-ը ավելի արժեքավոր լինի, քան կորստյան ենթակա ոսկին, որ կրակով է փորձվում։ Ինչ է պետք անել։ Բարձր։ Լավ է, երբ որ քարոզին ենք լսում, ուրախանում ենք, բայց երբ որ վիշտը դուռը ծեծում է, մեկ էլ տեսնում ես, մոռանում ես ամեն ինչի մասին։ Տիրոջ մասին էլ ես մոռանում, վայվույդ կապում, ով է հետ հանդիպել ասենց երևույթի հետ, երբ որ մի հատ շատ չեպ է ալնում իր տանը ու գիտակցություն է մարդ կորցնում կամ ինչ-որ բան, ոնց եք դուք ձեզ պահում, ով ինչ-որ մեկը նկատել է, ոնց ենք դրսևորվում, մեկ անհավատները ավելի համեստ ու հավատացյալ են երևում այս իրավիճակի մեջ։ Ես հիշում եմ մի դեպք, երբ որ երեխան մահացավ, այդ տան ժողովուրդը կներեք, ընենց լիրբ ճչոց բարձրացրեցին, մարդու ահուվախ էր գալի, ես այդ տղուտ այդ երեխու տեղնել էի, հետ չէի գա, այդ ահուվախից, ընենց ճիչ ու գոռոց ու սարսափ, կարծես թե վсё, Աստված ընդհանրապես մենակ բառեր էր կյանքի մեջ։ Երկրորդ անգամ տեղի ունեցավ մի դեպք, փոքր երեխա էր, մահացավ իմ ներկայությամբ, կլինիկական մահ տարավ, բայց սառավ, կապտեց ու սառավ, մոտավորապես մի 10 րոպե երևի ինքը չկար, սիրտը չէր կանգնում, լրիվ այսինքն ձգվեց, կապտեց, սառը քրդին գտեց, մեռավ։ Այդտեղ քրիստոնյա կար մի հատ քույրիկ, վեր կալավ սուս ու փուս, երեխուն գրկեց, ձեռքի վրա գնաց չոքեց ու սկսեց աղոթելը։ Աղոթեց ընքան, մինչև շունչ եկավ, մինչև այդ երեխեն կենթանացավ։ Ոնց ես դուք ես պահում։ Երբ որ դուռը ծեծի դժբախտությունը, հա քարոզի վախտը, հա լավ է, ուրախություն, հալելույա, բայց երբ որ ցավը գալիս է քո տուն, վիշտը գալիս է քո տուն, ուշադիր եղի, ոնց ես դուք ես դրսևորում։ Դուք ասես, ադե այդ պահին էլ չես տեսնում ինչա ոնց է, կորցնում ես քո հավասարակշռությունը, քրիստոնյան իրավունք չունի հավասարակշռությունը կորցնելու։ Քրիստոնյան իրավունք չունի։ Ես հիշում եմ մի անգամ Հայաստանում դեպք եղավ, Վալոդ եղբայրը ստեղ ներկա է, մարդը հարսանիքի ժամանակ մահացավ։ Կարելի էր ասել ժողովուրդ, վայ, վույ, կանչեք, մի բան։ Ինչ արիր Վալոդ աղբեր։ Սկսեց աղոթելը, երբ որ ձեր տան մեջ ցավ ա լինում, վիշտ ա լինում, ինչ որ մի սենց սարսափելի չծրագրավորած դեպք ա լինում կամ ձեր միջավայրում, հիշեք, որ դուք քրիստոնյա եք, հիշեք, որ դուք կրում եք Տիրոջ զորությունը, հիշեք, որ ձեր մեջ Տիրոջ հոգին ա, որը կենթանացրել ա Հիսուսին, որը կենթանացրել ա Ղազարոսին, որը կկենթանացնի յուրաքանչյուրին, եթե նրա կամքն ա, ու դու աղոթքով մոտենաս, մի կորցրի քո հավասարակշռությունը, քեզ մի կորցրա, հավատքդ փորձվելու է։ Ես չգիտեմ ինչքանով ես նկատել, բայց արդեն իսկ փորձվել է քո հավատքը։ Ես չեմ ուզում որ բարձրացնի ձեր քնահով, որ արդեն զգացել ա, գիտեմ որ սաղը զգացել եք, ձեր հավատքը պետք է փորձվի, բայց ուրախ ու լուր ունեմ, դա դեռ վերջը չի, լիքը բաներ ունեք փորձվելու։ Արժանի հաղթահարման պտուղները ամրացնում են մեր հավատքը։ Ինչպես մարդը կրակի միջոցով մաքրում է ոսկին, այնպես էլ Աստված դժվարությունների միջոցով մաքրում է մեր հավատքը։ Շատ անգամ լսել ենք այս ձև խոսքեր։ Գիրքը կարդում եմ, եկեղեցին հաճախում եմ, ամեն ինչ նորմալ է, բայց համոզված չեմ, փրկված եմ թե չէ։ Ես չգիտեմ դու լսել ես թե չէ, ես լսել եմ։ Ամեն ինչ նորմալ է, գնում եմ եկեղեցի, տեղը տեղին, գիրքն էլ եմ կարդում, աղոթելու եմ, բայց ասում եմ դու փրկված ես, ասում եմ իսիմ, չգիտեմ։ Համոզված չեմ, չգիտեմ, արդյոք իմ հավատքը ճիշտ է թե չէ։ Քո հավատքը ինչպիսին է, կարող ես տեսնել նրանով, թե ոնց ես անցնում նեղություններն ու փորձությունները։ Լայվ խաղ։
որպեսզի հասկանաս ինչպիսի հավատք ունես, հավատքը նորմալ է թե անորմալ է, կենթանի է թե մեռած է, ձևական է թե իրական է, դու կարող ես տեսնել դա թե նրան մեջ թե ոնց ես անցնում նեղություններն ու փորձությունները, վայվույ անելով, լաչառություն անելով, գլուխդ պատեպատ խփելով, գիշերները չքնելով, վալերյան կեքի բուտիլկեքը հատացնելով, մարդուդ ներվերը պիլի տանելով, ծնողներիդ դավաձի տանելով, երեխեքիդ վրա հերսդ հանելով, ոնց ես դու ապրում, ոնց ես դու անցնում քո փորձությունը, թե լռության մեջ, հավատքով, ուրախությունով։ Քրիստոնյաներ կան, որոնք մեծ դժվարություն են անցնում, բայց երբ որ հետները խոսում ես, երբ որ տեսնում ես կողքից, կարծես թե ամեն ինչ օքեյ է։ Ոչ թե դա համար է, որ նրանց ներվերը անջատված է, այլ որովհետև նրանք գիտեն, որ ըստ Աստվածաշնչի, եթե Տերը թույլ է տվել, ժամանակավոր է, ուրեմն պետք է։ Պետրոս առաքյալը ասում է՝ մի քիչ վշտացեք, եթե պետք է։ Եթե պետք չի, Տերը կհեռացնի։ Տերը կհեռացնի, Տերը, բայց եթե Տերը թողել է այս դարդը քո կյանքում, եթե Տերը այս խոցը թողել է քո կյանքում, ուրեմն խնդիր կա։ Ես ձեզ ասեմ, ես մի խնդիր կա, որ իմ կյանքում հայտնվեց։ Ինձ համար սա շատ լուրջ խնդիր է, շատ լուրջ, չեմ կարող բացատրել ինչքան լուրջ, բայց այս խնդրի հայտնությունը ինձ համար մեծ օրհնություն է, այս խնդրի հայտնվելը։ Հիմա ուզում ես ասա աննորմալ է, ասես մարդը, ուզում ես ասա չէ, սա ինձ համար լուրջ պրոբլեմ է, բայց միևնույն ժամանակ լուրջ օրհնություն։ Ինչպես դու կանցնես քո նեղությունը եւ փորձությունը, այդտեղ կերևա ինչպիսին է քո հավատքը։ Սեդրակ, Միսակ, Աբեդնակովը հավատքին, իրանց հավատքը դիմացավ կրակին, Հոբի հավատքը դիմացավ կրակին, Դանիելը դիմացավ կրակին։ Իմիջայլոց ասեմ Աստվածաշնչի յուրաքանչյուր հերոսի վերցրեք, յուրաքանչյուրը ունեին լուրջ խնդիրներ։ Այդ որ այդքան մեծարում ենք Աբրահամ, այդ տնաշեն Աբրահամին Աստված ջահել վախտը ասեց, վեր կաց դուրս արի գնաց, ասեց եկ քազգեր եմ տալու, ոչ մի բան չեղավ։ Տարին անցավ, 10 տարին անցավ, 20 տարին անցավ, 30 տարին անցավ, Աբրահամը տեսավ, որ արդեն մեծանում է, ծերանում, արդեն հայ-հայն անցել է, վայ-վայն է մնացել, ասում է, այստեղ մի բան պետք է անել, գնաց, վեր կալավ Հագարին, в общем, տուդա, մի հատ երեխա բերեց, ասեց, էսա երևի ասու խոստացած, Աստված ասեց, չէ, չի։ Գնացին դա նորից դարդեր, նորից ցավեր, հիմա ինչ անեմ, թազա երեխա պետք է սպասեմ, բա սրա հարցը ոնց լուծեմ, սա անել Աստված ասում է դուրս արա, ոնց դուրս անեմ, իմ արունն է։ Մի խոսքով Աբրահամը այնտեղ տանջվեց, Մովսեսը այնտեղ, վրոձիբի իր կյանքը ինքը որոշում կայացրեց իր ազգի հետ լինել, վրոձիբի ինքը ցավում էր իր ազգի համար, բայց ստիպված էր գին վճարել եւ այդ գինը փախուստն էր, այդ գինը շատ մեծ գին էր իր համար, որ Մովսեսի կյանքում մենք տեսնում ենք ինչեր կատարվեց, Լյուբոյը, Հովսեփը, Լյուբոյ վերցրեք Լյուբոյ Աստվածաշնչյան հերոս։ Լատեսեք Հոբը ինչ ասեց։ Հոբի 13-ի 15-ում Հոբը ասեց, թե որ ինձ սպանի էլ Տերը, ես իրեն եմ հուսալու։ Լսում ես ինչ ասում Հոբը։ Ասեց, ոնց որ բանը, Սեդրակ, Միսակ, Աբեդնակովն էլ այդ նույնը ասեցին։ Ասեցին, թագավորն ապրած կենա իմացի, որ մենք չենք երկրպագելու քո արձանին։ Տերը մեզ կփրկի, բայց եթե չփրկի էլ, մենք չենք երկրպագելու մեկը։ Հոբն էլ ասեց, ասում է, թե որ ինձ Տերը սպանի էլ, ես իրեն եմ հուսալու։ Իմ խոսքն է հիմա քեզ, ուղղում եմ հարց քեզ։ Այսօր դու փորձություն ես անցնում, դժվարություն, կարաս այդ ձև համարձակ հայտարարություն անես, որ եթե ես այս վիճակով մեռնեմ էլ, մեկը ես հուսալու եմ Տիրոջս։ Կարաս ասես, թե դուխը չի հերիքի։ Հոբն ասում է, եթե անգամ Աստված ինձ սպանի էլ, չի ասում, ես այդ ձև ասում, ում է պետք է ձև Աստված, 100 տարի ինձ պետք է, ես գնամ ապրեմ, սիրուն գլուխս կախակուրատ, իմ մարդի գրեն ապրեմ են, դղյակներ են սարկում, ջանջիգյար, ասում է, նույնիսկ եթե սպանի էլ, նույնիսկ եթե չբժշկվեմ էլ, նույնիսկ եթե այս խնդիրը չլուծվի էլ, նույնիսկ եթե այս իմ ուզածս չկատարվի էլ, իմ երազանքս փորումս մնա, մեկը, ես հուսալու եմ
իմ Տիրոջը։ Արժանի հաղթահարման պտուղները պատրաստում են մեզ Տիրոջ հետ հանդիպման։ Տեսեք ինչ ասում, ձեր հավատքի փորձառությունը ձեռք թող բերի գովք, պատիվ ու փառք Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ։ Այսինքն մեր հավատքի փորձառությունը պետքա մի օր բերի գովք, պատիվ ու փառք, գրված է Հիսուսի հայտնության ժամանակ, այսինքն Հիսուսի գալուստի ժամանակ, ում է բերելու փառք, գովք ու պատիվ, Հիսուսին թե մեզ։ Մտածել եք вообще, ում է բերելու փառք։ Պետրոս Արաքյալն ասում է ձեր հավատքի փորձառությունը, այսինքն ձեր հավատքը, ձեր այդ process-ները, որով դուք անցնում եք, պետքա բերի գովք, պատիվ ու փառք։ Ում։ Մեզ։ Տիրոջը, բախի չի մեզ որ։ Բայց Աստվածաշունչն ասում է, որ մեզ էլ է փառավորելու։ Հիշում եք Աստվածաշունչն ասում է, ում որ ընտրեց, նրան կանչեց, ում որ կանչեց նրան մաքրեց, ում մաքրեց եւ այլն, այդ ցելի սխեման ասում է եւ վերջում ասում է նրան ինչ արավ փառավորեց, նրան փառավորեց։ Աստվածաշունչն ասում է, այս երկուսն էլ տեղի ունի, եւ Աստվածա փառավորվելու, եւ մենք ենք փառավորվելու, եւ Աստվածա փառավորվելու, եւ մենք մեր փորձառության, մեր հավատքի փորձառությունը բերելու է մեզ այն պահին, այն րոպեին, որ գրված է հայտնության մեջ Աստված բերեց, ասում է պսակը դրեց, ով է կարդացել հայտնության մեջ, որ Աստված հաղթողներին պսակ է տալիս, այդ Տերը փառավորում է մեզ, բայց միևնույն ժամանակ մենք էլ մեր հերթին փառավորում ենք նրան, գրված է, որ սուրբերն էլ իրանց պսակները հանեցին եւ Տիրոջ ոտների առաջ դրեցին, այսինքն Աստված մեզ պսակում է, Աստված պատվում է, Աստված փառավորում է, մենք էլ մեր հերթին ասում ենք ասել Վալոդի եղբորը ողջ փառքը քեզ, հանում ենք մեր պսակները, դնում ենք, բայց երկուսն էլ եւ մարդը, ով որ անցնում է փորձառությունը արժանավայել ձևով, նա արժանանում է փառքի, պատվի ու գովքի։ Հիշում եք, որ գրված է Հիսուսը այն առակը, որ պատմում է Հիսուսն ասում է 2 քանքար տվեցի, 5 սարքեց, 5-ը տվեց 10 եւ գալիս է ծառային կանչում, ասում է բարի եւ հավատարիմ մարդ։ Գովում է, ասում է բարի ու հավատարիմ ծառա, ապրես, որ ինչը որ քեզ տվեցի, դու չծածկեցիր, դու աբարոտի մեջ դրեցիր, գնա քչի մեջ հավատարիմ եղար, գնա մեծ բանի վրա եմ դնում։ Տերը գովեց, Տերը գովել գիտի։ Իմ ցանկությունն է, որ այս տարվա մեջ տղամարդիկ շատ գովան իրանց կանանց եւ կանայք էլ գովան իրենց ամուսիններին։ Այդ էլո փողով չի գովացեք էլի։ Գովացեք էլի։ Ինչի եք մտածում, որ գովալը դա ղզիկություն է։ Հայ տղամարդիկ են մտածում, վայ, գովամ հանկարծ գլխիս կնստի, այ մարդ թող նստի։ Թող նստի, ինչ քո կնիգա, քո գլուխը։ Թող նստի, գովա էլի։ Թե մտածում ես, որ միշտ կունենաս հնարավորություն վայելելու այս ամենը։ Բա որ մի օր էլ ուզենաս գովաս, բայց էլ գովալու մարդ չլինի կողքդ։ Ինչ ես անելու, գովա։ Տերը գովում է, Տերը պատվում է, Տերը փառավորում է իր ծառաներին։ Օրինակ է ծառայում, որ մենք էլ գովանք, պատվենք մեկս մեկի, քույրերը, եղբայրներին, եղբայրները քուրերին, թող այս տարվա մեջ գեղեցիկ փոխհարաբերություններ լինեն եկեղեցում, ձեր ընտանիքների մեջ, գնացեք իրար տուն, գնացեք իրար հյուր, մենակ հավաքույթից հավաքույթ մի տեսնվեք, քրիստոնյաներ կան, որոնք տեսնվում են կիրակուց կիրակի, այ մարդ այն արանքը 6 օր կա, այդ 6 օրվա ընթացքում մեկ-մեկ գնացեք իրար տուն, մեկ-մեկ այցելեք իրար, մեկ-մեկ գնացեք կովե խմեք, մեկ-մեկ հաց կերեք իրար հետ, մեկ-մեկ զարմացրեք կուլինարն ինչ որ տաղանդներով մեկդ մեկիդ, խիեք ափսոսում, անցնում է, պրծեք, լավություն արեք մեկդ մեկիդ։ Թեմայից դուրսեր։ Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձությանը, Հակոբի 1:12։ Երանելի է, այսինքն երջանիկ է այն մարդը, որ համբերում է փորձությանը, որովհետև փորձվելով կստանա կյանքի պսակը։
Եթե անցնում ես փորձությունը ուրախությունով, համբերությունով, հասկանալով, որ Տերը թույլ է տվել, ուրեմն Տերը մի բան գիտի, ապա դու անպայման կյանքի պսակը կստանաս։ Մուննաթ մի արի Աստծո վրա, մի դժգոհի Աստծո վրա։ Դու ինչ գիտես Աստծո ճանապարհները, դու ինչ գիտես Աստծո մտքերը, ուրախությունով ընդունի։ Պետրոս առաքյալը ասում է՝ ուրախացեք, երբ որ անցնում եք փորձություն։ Այ Պետրոս, երևի դու տեղը չես բերում փորձությունը ինչ բան է։ Երևի այս մարդը вообще տեղյակ չի դվշտից ու դժբախտությունից։ Ինչ անեմ, ո՞նց անեմ։ Պետրոս առաքյալն ասում է, եթե դու այս գաղտնիքը չհասկանաս, որ փորձությունը ժամանակավոր է ու նպատակով, դու չես ուրախանա։ Հենց որ այդ հայտնությունը դու ստացար, դու կուրախանաս։ Դու կուրախանաս, որովհետև դու կհասկանաս, որ շատ շուտով գիշեր անցնելու է ցերեկ է գալու։ Արժանի հաղթահարման պտուղները զարգացնում են մեր զգայարանները Քրիստոսի նկատմամբ։ Գրված է, որին չտեսած սիրում եք, որին հավատացիք, թեև այժմ չեք տեսնում եւ ուրախ եք անպատմելի ու փառավոր ուրախությամբ։ Երբ մենք արժանավայել ձևով ենք անցնում մեր փորձությունները, սիրելիներ, մեր Քրիստոսի հետ հանդիպումը դառնում է շատ ցանկալի ու սպասելի։ Այսօր ձեզանից որ մարդն է, որ դարձ չի անում, երբ էլ մեռնեմ իմ մար օգուտ է։ Ո՞վ է։ Մենք вообще պետք է այդ ձև մտածենք։ Պողոսն ասում է, ինձ համար կյանքը Հիսուս է, հոգևոր մահնել շահ է, հենց մեռա ես շահում եմ։ Որը տեք այսօր մտածում այդ ուղությամբ, որ պահին Տեր ջան ես մեռա, ես միլիոն շահեցի, միլիարդ շահեցի։ Որը տեք մտածում։ Հենց մի քիչ հիվանդանում է, խառնվում ենք իրար, պատեպատ են կպնում, կարծես թե վсё, դժոխք են գնալու։ Այ մարդ, շատ տիրոջն է ստենալու։ Չէ, ես չեմ ուղարկում քեզ ոչ միտեղ։ Ուղղակի ուզում եմ, որ դու թեթև նայես այս պահին։ Թեթև նայես, ասում է, տեսեք ինչ ասում։ Ասում է, որին չտեսած սիրում եք։ Այսօր եկեղեցի հարց եմ տալիս, դուք չտենալով Հիսուսին սիրում եք նրան, թե չէ։ Կասես իհարկե սիրում եմ, բա ո՞նց չեմ սիրում։ Իսկ Աստվածաշունչն ասում է, որ ով որ ասում է Տիրոջը սիրում է, բայց եղբորը ատում է, Աստծո սերը չկա նրա մեջ։ Եթե այսօր դու համարձակվում ես ասել, որ դու Աստվածասեր ես, Աստծուն սիրող ես, բայց սրտիդ մեջ կան մարդիկ, ում դու չես կարում պերևարի տանես, սուտ ես խոսում, դու ստախոս ես, դու ստախոս ես, ապաշխարի, դու Աստծուն չես ճանաչում, Աստծո սերը չկա մեջ։ Գրված է, նրանով ենք ճանաչում, որ մենք սիրում ենք Աստծուն, երբ որ մենք սիրում ենք եղբայրներին։ Այսինքն, երբ որ դու մարդուն կարողանում ես սիրել, եւ սիրել ասելով, սաղ էլ կարողանում են սիրել։ Սաղ էլ կարողանում են, բոլորն էլ ունեն սիրելու ունակություն, բայց դոպարի դովրեմենի։ Իսկ քրիստոնյան սիրում է անընդհատ, ծածկում է բազում մեղքեր։ Սովորական մարդկային սերը մի երկու մեղք ծածկում է ու վсё, էլ ես ի վիճակի չեմ, հերիք ու բոլա։ Կարող է գիտես, ու վсё։ Բրծավ, մեր սերը հատավ, մեր սաղ ամեն ինչը, բայց քրիստոնյան ում մեջ ապրում է սերը Աստվածային, ում մեջ Աստված գործում է, նա անընդհատ ծածկում է, 70 անգամ 7, անընդհատ ծածկում է, սկի վեճը չի, հերիք չի ներես իրան, ոչինչ, Հիսուսն էլ է ներում մեզ, անընդհատ սիրել է, ասում է նրան, ում չենք տեսնում, որին չտեսած սիրում եք, որին հավատացիք, թեև այժմ չեք տեսնում եւ ուրախ եք անպատմելի ու փառավոր ուրախությամբ։ Այսօր սիրելիներ, ես կուզենայի, որ մեր ամբողջ տարին մենք ապրեինք այն ձև, որ մեր ուրախությունը լիներ անպատմելի ու փառավոր։ Աստվածաշունչն ասում է անպատմելի ու փառավոր ուրախությամբ է ապրում նա, ով որ հասկանում է փորձության նպատակը, արժեքը, կարևորությունը իր կյանքում։ Եթե դու հասկանում ես, որ Աստված թույլ է տալի փորձություն ի օգուտ քեզ, ուրեմն քո ուրախությունն ու ցնծությունը անպատմելի մեծ է լինելու։ Անպատմելի, այսինքն չես կարող նկարագրես քո ուրախությունը։ Այսօր ես չեմ կարող գտնեմ ինչ որ մեկին մեր եկեղեցում, ում ուրախությունը ես չկարենամ նկարագրեմ։ Չկա այդպես բան։ Բոլորի ուրախությունը նկարագրվում է։ Իսկ այստեղ ասում է անպատմելի ու փառավոր ուրախություն։ Դա մենակ կարան նա, ով որ արժանի հաղթահարման պտուղներ ունի։ Ես սկզբից ասեցի, որ սա դժվար խոսք է, բայց երբ որ հասկանում ենք Տերը
փառավորվում է եւ հեշտացնում է process-ը։ Երանի նրանց, ովքեր կհավատան Աստծուն առանց տեսնելու, ասում է Հովհաննեսի 20:29։ Երանի նրանց, ովքեր կհավատան Աստծուն առանց տեսնելու։ Եվ առաջի կոնտեքստի մեջ էլ գրված է, որ որին հավատացիք չտեսած հավատացիք։ Երբ որ Աստծուն տեսել եք, ես զարմանում եմ, մարդիկ կան, որ գալիս են ասում են, ես Աստծուն տեսել եմ, երազով, տեսիլքով, մեկն ասում է, ես դիվանի վրա պառկած եմ, ռեալ եկավ Աստված միջանցք կանգնեց, այստեղ դաժե սրբչի միջոցով տեսնում եմ, ոբշեմ, սենց բաներ ասում, բայց այդ մարդը տեսնում ես, որ ըսկի Հիսուսի հետ վաբշե չի ուզում անցկացնի ոչ մի օր։ Հարց, ում ես տեսել դու։ Միթե հնարավոր է Հիսուսին տեսնել ու անտեսել։ Կարծում եմ ոչ։ Եթե դու անտեսում ես Հիսուսին, նշանակում է դու դեռ չես տեսել, բայց Ավետարանն ասում է երանի նրանց, ովքեր կհավատան Աստծուն, չտեսած առանց տեսնելու։ Եփեսացիները ընդհանրապես առաջի սերը շատ կարևոր է, բայց եփեսացիները կորցրել էին իրանց առաջի սերը եւ Աստվածաշունչն ասում է վերադարձիր, դու կորցրել ես քո առաջին սերը, ասում է դու թողեցիր առաջի սերը եւ քո զգացմունքներդ արդեն բարթացան, տուպոյացան։ Այսօր մենք քանի տարի է եկեղեցում ենք սիրելներ, ինչի չկա կրակ մեր մեջ։ Ինչի չկա կրակ մեր մեջ։ Ինչի փառաբանության ժամանակ մենք ուղակի կանգնած ենք։ Ինչի քարոզի ժամանակ մենք ուղակի պլշած նայում ենք։ Ինչի աղոթքի ժամանակ ուղակի կանգնած ենք կամ նստած ենք։ Ինչի չկա կրակ, ինչի չկա բոցավառ էֆեկտներ, ինչի չկա գոչումներ, ինչի չկան մարմնաշարժումներ, ինչի չկան էմոցիաներ, ինչի չկան խոսքեր, ինչի չկան ըստեղից ասվում է ամեն։ Երկու հոգի ովքեր զարթուն են ասում են ամեն։ Մեկ էլ մի երկու հոգին զարթնեցին, ասեցին ամեն, բայց չգիտեն են ինչի ասին ամեն։ Ասում են ամեն, ուրեմն պետք է ասեն ամեն։ Ժողովուրդ ջան, զգացմունքները, զգայարանները ձեր մաքրեք, զգայարանները, թող այսօր Աստված օրհնի մեզ, որ այս ամբողջ տարվա ընթացքում մենք ընքան զգոն լինենք, ընքան ուշադիր լինենք։ Եկեք մեկս մեկիս պատձեր կանենք։ Յախր եթե փառաբանության խումբը ասել մեր Ռաֆայել եղբոր մորը մեռավ երգելով, երգում են, ռեակցիա չկան, չի չեք ռեակցիա տալի, ինչի չեք քաջալերեն, որ երեխեքը հասկանան, որ մի լավ բան են անում, երեխեքն էլ մտածում են, ասում են երևի էլի սխալ բաներ արեցինք, մարդիկ վաբշե ռեակցիա չտվեցին։ Ինչի թև տվեք, ուրախացեք, քարոզի ժամանակ, աղոթքի ժամանակ, երգի ժամանակ, ժիվո եղեք, մեկդ մեկից, եկեք փաթաթվեք, երբ որ գալիս են եկեղեցի, ասում բարև ձեզ։ Անչի չեք մոտենում ասում, ջան, պրիվետ, մոտեցի, մի հատ էմոցիաներ տուր, որ այդ մարդը կարող է հազարումի դարդու ցավով է եկել մի հատ լիցքավորվի, ասի, ես ինչ լավ էր, մյուս անգամ էլ կգամ։ Մտնում ենք, բարև ձեզ։ Ջան էլ չենք անում մի բան անենք։ Արարատ եղբայրը ընդի ասում ամեն, քո ասածա։ Աղջիկներն էլ ըստի շուխուր են անում, չգիտես ինչ են անում, երբ դեմ պրծանի գնանք տուն այ մարդ գնամ դիվան ու սպարկեմ, իմ սերիալը նայեմ, չկա, հնարավոր չի, որ Քրիստոսին սիրողը, այս ամենի մեջ Քրիստոս տեսնողը, չէ որ Հիսուսն ասեց, որտեղ որ կհավաքվեն իմ անունով, ես ընդեղ եմ, մենք ունենք լրիվ հիմքերը հավատալու, որ Տերը մեր մեջ է, եթե Տերը մեր մեջ է, խի ենք մեզ այսքան սխալ պահում։ Խենք մենք մեզ այսքան սխալ պահում։ Դիրեկտորի մոտ մտնելով տակ ու հով ենք ալում, նստում ենք սենց ուշադիր թուքներս քուլ չենք տալի, որ հանկարծ չտենա կոկորտի գնալ գալը, սենց ամոթ ենք անում, բայց եկեղեցում մեկ ընենց հորանջում են մարդիկ, ընենց հետաքրքիր էֆեկտներով, որ անկախ քեզանից քունը տանում է։ Խի, ինչն է պատճառը։ Կարող է եփեսացիների պես մենք էլ ենք կորցրել մեր առաջի սերը։ Լա հիշի, քեզ են սիրահարված վախտը ջահել ջիվան։ Լա հիշի ինչեր է իրանում։ Դե կարող ասես են վախտել չէի մի բան, հա։ Բարի պտուղը։ Եթե հիշելու բան ունես հիշի,
Բայց հաստատ Տիրոջը ճանաչելու ժամանակ դու լրիվ ուրիշ ձև էիր։ Հաստատ առաջի սերը քրիստոնյայի քո մոտ լրիվ ուրիշ ձև ա եղել։ Բայց հիմա ի՞նչ ա կատարվում։ Տարիներն անցնում են, գալիս ենք մեզ մեր մարմինը մի կերպ բերում ենք շլնքից բռնած գցում ենք նստի։ Լսում ենք, տառապում ենք, տանջվում ենք, սենց ուզում ենք քնել, ուզում ենք հուտել, ուզում ենք մի բան անել։ Հավաքույթը պրծնում աշխարհի ամենաերջանիկներն ենք, ով է պրծանք, շաբաթ է պրծանք։ Պարկասում, դեմներս 6 օր կա, գնա քեֆ անենք հավեսով։ Քրիստոնյան պետքա օրեր հաշվի, Կիրակին երբ պետք է գա, Տեր Աստված ես ինչ դանդաղա շաբաթը գնում, Տեր Աստված ես ինչ անում, քշերները զարթնում ենք, Տեր Աստված ինչ անեմ, հլա 5 շաբթին է, հլա նոր 5 շաբթի, հլա դեմը 5 շաբթի, ուրբա, հլա քանի օր կա եկեղեցուն, Տեր Աստված էլ չեմ դիմանում, ու վերջում հագնվում ես, գալիս ես պրիչոսկե, տամակիաժը, ցաղ այդ աժերը գալիս ես, անում ես, գալիս ես եկեղեցի մտնում ես, պրիվետ, եթե իհարկե եղբայր ես, եղբորը, եթե քույրիկ ես, քրոջը, հանկարծ չխառնեք տեղերով, գալիս ես սիրում փաթաթվում ես ակուրատնի Տերը ասում այ սա եղավ քրիստոնեական ձև ուրախ եղեք ուր է մեր ուրախությունը հեշտ է ուրախանալ երբ որ տանը սաղ հասկանում են քեզ երբ որ մի հատ սենց նայեցիր ամուսնուդ ամուսինդ արդեն ասեց օքեյ կամ մարդդ մի հատ վրիդ նայեց արդեն գլխի լար սպոլուսլովը լավ է հեշտ է բա ինչ անես ոնց ուրախանաս երբ որ սաղ վատ է բայց ամբակումն ասում է երբ որ սաղ վատից վատ է կերակուր չկա դաշտը բերք չի տալի, գոմը անասուն չունի, սաղ տեղերը դատարկություն է, քարտերը զրոացած են, արեստի տակ են, կրեդիտորները խեղդում են, հեռախոսների սիմկեքը մեռար փոխելով, որ քեզ չդաստավաճ չանեն, երբ որ սաղ տեղերից տան երեխեքը քեզ չեն հասկանում, ծնողները չեն հասկանում, շուն ու կատվի պես եք իրար հետ յոլլա չեք գնում, երբ որ այդ ամեն ինչը կա, ոնց ուրախանանք ամբակում ասում եմ մեկ է, ուրախանալու եմ իսկ դա իրան չի լինելու իրան բան չի լինելու մինչև որոշում չկայացնես չի լինելու այսօր հունվարի 11-ն է որոշում կայացրա Տեր քանի օր է մնացել տարվա վերջին ով կարա շատ արագ հաշվի տարվա վերջին քանի օր է մնացել քանի 354 54-ը 5 թե 6 300 В общем, մոտավորապես 350 օր ունենք, Տեր ջան, այս 350 օրը ես խոստանում եմ, ինչ էլ պատահի, ես արժանավայել եմ դիմավորելու, ես ընդունելու եմ արժանավայել նշանակում է միշտ հիշես ով ես դու Աստծո որդի ես, դու Աստծո դուստր ես, դու իրավունք չունես աշխարհիկների պես լրփանալու, իրավունք չունես աշխարհիկների պես դիպրեսիայի մեջ ընկնելու, իրավունք չունես աշխարհիկների պես հուսահատվելու, իրավունք չունես աշխարհիկների պես գլուխդ պատով տալու, նրանք անում են, որովհետև հույս չունեն, ինչ անեն, ճար չունեն, բայց դու ունես հույս, նրա անունը Հիսուս է, եւ Հիսուսը կենթանի է, եւ Հիսուսը քո մեջ է, այդ Հիսուսը 350-60 օր էլ պետք է լինի քո ընտանիքում, ուշադրություն դարձրա, չմոռանաս, որ Հիսուսը քո կյանքում կա, բայց շատ տխուր է, երբ որ Հիսուսը կա, բայց վարձ կվարտիրանտի պես ապրում։ Բարև Հիսուս ջան։ Առավոտը մի հատ բարև բալուս, հավաքույթներին մի հատ հալելույա, երկու շաբթի օրը գնացինք, մեր դարդերը, մեր խնդիրները, մեր մեղքերը, հետ կաց մեղքերից, հետ կաց գայթակղություններից, փորձության մեջ էլ ապավինի Տիրոջը, Տերը կօրհնի քեզ։